Եթե Իրանը չպարտվի պատերազմում կամ եթե Իրանը հաղթի պատերազմում, թրիպի անհրաժեշտություն այլևս չի լինելու։ Հարգելի հեռուստադիտողներ, օգոստոսի 8-ին 2025 թվականի Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ որ կողմերը հրապարակայնացրեցին իրենց պայմանավորվածությունները կապված թրիպի հետ, թրիպը ոչ այլ ինչ է, քան Զանգեզուրի միջանցք, պարզապես այլ անվանումով։ Շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ նշում են, որ թրիպը ոչ այնքան տնտեսական, ներդրումային ծրագիր է, որքան աշխարհաքաղաքական պրոյեկտ, որի թիվ 1 նպատակն է վերափոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը, որի եւս կարևոր նպատակն այն է, որ զսպվի Իրանի եւ Չինաստանի միջև համագործակցությունը, ավելին թրիպը պետք է վերածվի, եկեք այսպես ձևակերպենք, սանիտարական կորդոնի, որի շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանան ազդեցություն ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների վրա, մեր գործընկերների քաղաքականության վրա, բայց արի ուտես, որ իրանական պատերազմը զգալիորեն փոխել է, եթե չասենք չեղարկել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու կամ կյանքի չկոչելու հարցը։ Հիմա ավելի մանրամասն այս ամեն ինչի մասին խոսենք։ Տեսեք, եթե պատերազմական գործողությունները շարունակվեն այս նույն տրամաբանությամբ եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգը կարողանա դիմակայել, բայց քաղաքական համակարգը նաեւ փոխել է իր տրամաբանությունը վերջին պատերազմական գործողությունների ընթացքում, փոխել է այն տրամաբանությունը, իր տրամաբանությունը հետեւյալ համատեքստում ամերիկյան ցանկացած տարածաշրջանային ներկայություն Իրանի Իսլամական Հանրապետության համար այլևս օրինական թիրախ է։ Եվ եթերից ընդամենը մի քանի րոպե առաջ կարելի էր ընթերցել, թե ինչպես են իրանական կողմի մեր հարգարժան բարեկամները Սաուդյան Արաբիայից մինչև Պարսից ծոցի այլ երկրներ զգուշացնում, որ իրենք թիրախավորելու են ամերիկյան նավթային նաև կապիտալը տարածաշրջանում, այսինքն մենք հասկանում ենք հետևյալը՝ նավթայինից մինչև Nvidia, գազայինից մինչև Amazon եւ ռազմական բազաներ, այս ամենը Իրանի Իսլամական Հանրապետության համար թիրախ է։ Ով ասաց, որ նույն տրամաբանությամբ թիրախ չի կարող լինել նաև թրիպը։ Դրա համար ենք մենք ասում, որ պատերազմական գործողությունների ավարտի ցանկացած սցենարի պարագայում, եթե օրինակ իրանական համակարգը կարողանա այս ամեն ինչին դիմակայել, թրիպը իրենց համար դառնում է թիրախ, ինչը մեզ համար մեղմ ասած շահավետ չէ, ոչ ոք չի ասում, որ կոմունիկացիաների ապաշրջափակում անհրաժեշտ չէ։ Խնդիրը այստեղ լինում է ամերիկյան կողմի ներկայությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար դառնում է գրգռիչ հանգամանք։ Սա առաջին սցենարը։ Եվս մի կարևոր հանգամանք կա, տեսեք ինչ են անում իսրայելական կողմի ներկայացուցիչները, նաև ամերիկյան կողմի աջակցությամբ վերացնում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական վերնախավին, քաղաքական ղեկավարությանը։ Բառացիորեն երեք սպանվեց Ալի Լարիջանին, կարևորագույն մարդ, հնարավոր է նույնիսկ մի փոքր էպոտաժային թվա այս գնահատականը, բայց Ալի Լարիջանի մահը, զոհվելը առնվազն հավասարազոր է Այաթոլլա Ալի Խամենեի զոհվելուն։ Ալի Լարիջանին կարևորագույն անձ է ներկայիս իրանական պետականության ձևավորման հարցում։ Դա մի մարդ է, որը կարողացել է այնպիսի Իրան ձևավորել, որը այսօր կարողանում է պատերազմական գործողություններ վարել Միացյալ Նահանգների հետ եւ Իսրայելի հետ, կարողանում է ասիմետրիկ հարվածներ հասցնել այս կողմերին, բայց պատկերացնենք հետեւյալ մի իրավիճակը. իրանական քաղաքական համակարգը պարտվում է ներկայիս պատերազմական գործողություններում, պարտվում է հետեւյալ համատեքստում, իրենք չեն կարողանում վերականգնվել ամերիկյան եւ իսրայելական հարվածներից եւ ամերիկյան կողմը լիակատար վերահսկողության տակ է վերցնում Իրանի Իսլամական Հանրապետությունը այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ իրենք վերահսկողություն են հաստատել օրինակ Վենեսուելայում եւ Վենեսուելան առանց ամերիկյան կողմի թողտվության չի կարող օրինակ իր սեփական նավթը վաճառել։ Դա հանգեցնելու է հետեւյալին. Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պրոտեկտորատը։ Իրենց այլևս բարդ համակարգեր, իդեմս նույն թրիպի, որը կրկին ասենք Զանգեզուրի միջանցքն կամ լավ, եթե ոմանց դուրը դա չի գալիս, ձևակերպենք այսպես, կոմունիկացիոն նախագիծ է հիմնված թուրքական աշխարհի կոմունիկացիոն համակարգի վրա, որի նպատակն է ազդել տարածաշրջանային զարգացումների վրա, դուրս մղել Ռուսաստանին,
խաթարել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Չինաստանի միջև համագործակցությունը, ինչպես նաեւ ազդեցության լծակ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ Պատկերացնենք Իրանի Իսլամական Հանրապետությունը ամերիկյան պրոտեկտորատ է, տրամաբանական հարց է առաջանում, ամերիկացիներն այս պարագայում էլնիշներին է պետք լինելու Հայաստանի տարածքով թրիպի, եթե իրենք ամբողջ Իրանի Իսլամական Հանրապետությունը իրենց վերահսկողության տակ են պահում։ Դրա համար մենք պետք է արձանագրենք հետևյալը. անկախ պատերազմական գործողությունների ավարտից թրիպ նախագիծը այլևս անհրաժեշտ չի լինելու, անկախ պատերազմական գործողությունների ավարտի սցենարից թրիպը կյանքի չի կոչվելու, որովհետև մի պարագայում այն դառնում է թիրախ իրանական կողմի համար, մյուս պարագայում էլ ամերիկացիները պատկերացնենք զավթում են իշխանությունը Իրանում, դա հանգեցնում է նրան, որ իրենց թրիպը, որպես Իրանի վրա ազդեցության գործիք, այլևս անհրաժեշտ չէ։ Ամփոփելով նշենք հետևյալը. իսկ այս ամենը Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյանը, որը դարձրել է թրիպը անվտանգային հայեցակարգի թիվ 1 բաղադրիչը, իրենք այս ամեն ինչը հասկանում են, այս ամեն ինչը հաշվարկել են, մտածեք այդ մասին։